նրանք ուզում են, որ մենք այստեղ չլինենք, կամաց-կամաց Հայաստանը վերանա։ Կարող է 5 տարի, 10 տարի հետո, բայց դա արվելու է։ Ընտրությունները իհարկե կեղծվելու են։ Դուք տեսաք ինչ ձևեր են օգտագործվում։ Այսինքն Նիկոլ Փաշինյանը հաղթելու է առաջիկա։ Ես չգիտեմ հաղթելու է թե ոչ, բայց նա իհարկե փորձելու է կեղծել։ Արևմուտքից, Թուրքիայից, Եվրոպայից տասնյակ միլիոնավոր դոլարներ են բերելու։ Այսինքն սա բան է, կաշառք է։ Սա ընտրակաշառք է, լեգալիզացված ընտրակաշառք։ Բյուջեից փող են վերցնում, տանում ինչ որ կարող բաներ են կառուցում գյուղերում, ասում են դա մենք ենք արել, դա դուք չեք արել, դա պետությունն է արել, դուք եք անում պետական միջոցներով եւ դուք պարտք եք վերցնում, որը մենք հետո տալու ենք։ Այսինքն մեր ռայոնների բնակչությանը խաբելով, ասելով որ մենք ձեզ լավություն ենք անում, որ ասֆալտ ենք գցում, լավություն ենք անում, որ դպրոց ենք կառուցում, դա օգտագործել են որպես ընտրակաշառք։ Հետո այդ կեղծ խաղաղության թեզը, հետո ասել են որ մենք արևմուտքի մաս ենք դառնալու, մենք Թուրքիայի մաս ենք դառնալու, ոչ թե արևմուտքի, մինչև օրս որևէ եվրոպական երկիր չասեց Հայաստանին սպասում ենք, ես էլ Եվրոպայից եմ եկել, այնտեղ ոչ ոք չգիտի Հայաստանը որտեղ է։ Տրամպը մեզ ասում է երրորդ անգամ ասում է Ալբանիա, չգիտեմ մենք ով ենք, Ռումինիա են ասում մեզ կամ էլ Ալբանիա։